Պարոն Աղազարյան, իմպիչմենթի գործընթացի մասին կուզենայինք խոսել, Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն է առաջարկել, կողմ եք թե դեմ նրա թեկնածությանը։ Հարցը ձևակերպեք ավելի Պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը ինչպես եք վերաբերվում դուք։ Թույլ կտաք ձեր հարցի մեջ մի հատ բառ ավելացնեմ։ Պատիվ ունեմ խմբակցությունը Եվս առաջարկել է վարչապետի եվս բառը կարելի է ավելացնել։ Շնորհակալություն։ Որովհետև, ինչպես գիտեք, պարոն Ասլանյանը եւ ես առաջարկել էինք հանդես եկել նախաձեռնությամբ եւ պարոն Էդմոն Մարուքյանին մեծ գործընթաց սկսելու համար։ Հիմա մենք դեռևս չեն միացել մեր գործընկեր պատգամավորներից, բայց այո, իմացանք, որ պատիվ ունեմ խմբակցությունը նույնպես հանդես է եկել նախաձեռնությամբ եւ առաջարկել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, ում ես ճանաչում եմ բավականին լավ եւ բավականին լավ կարծիք եմ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը եւ այսօր տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որ մենք մեր դիրքորոշումից շեղվենք։ Այս դա նշանակում է, որ դուք եւ պարոն Ասլանյանը չեք միանա։ Այո։ Իսկ ձեր նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, թե պարտադիր ձեր թեկնածուին առաջ տանելը։ Մեր նպատակը, մենք երկու նպատակ ենք հետապնդում։ Մեկը Նիկոլ Փաշինյանին հեռացնել եւ մյուսը 26 թվականի ընտրություններին գնալ այն վստահությամբ, որ կձևավորենք մի իշխանություն, որը կլինի նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմը։ Եվ այս իմաստով մենք գտնում ենք, որ պարոն Էդմոն Մարուքյանի թեկնածությունը ամենանպատակահարմարն եւ ընդունելի եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեր գործընկերների համար եւ Հայաստան դաշինքի համար եւ պատիվ ունեմ դաշինքի համար եւ արտախորհրդանական շատ ուժերի համար։ Եթե դուք ասում եք, որ եթե կոնսենսուս չկա նրա շուրջ, ո՞րն է ընդունելի։ Դե կոնսենսուս չկա, ուրեմն նշանակում է process-ները այնքան առողջ չեն, որ այդ կոնսենսուսը առաջանա, որովհետև հարց է առաջանում, օրինակ պատիվ ունեմ խմբակցության գործընկերները ինչու են անհանգստացած, որ Էդմոն Մարուքյանը լինի 7 ամսով վարչապետ։ Նիկոլ առաջին, Նիկոլ երկրորդ, 3 Նիկոլ, ըստ իմ սանդղակի ինչ կապ ունի։ Երբ որ հա բան չեմ ասում, աշխատել են իհարկե, եւ հենց այդ աշխատելու հանգամանքն է բերում այն համոզման, որ շատ ավելի հավանական է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից գործընկերներ միանան Էդմոն Մարուքյան, Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլանյան եղրյակին, քան նույն իմ կողմից հարգված Դավիթ Համբարձումյանին։ Եվ մենք ինչ կունենանք, մենք կունենանք 7 ամսվա ժամանակ, որի ընթացքում փաստորեն քաղաքացիական պայմանագիրը զրկված կլինի վարչական լծակներից եւ կներկայանա ժողովրդին իր ծրագրով Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած խնդիրների լուծման իմաստով Հայաստան դաշինքը իր, պատիվ ունեմը իր, մյուսները իրենց ծրագրերով եւ գնանք ընտրությունների։ Հենց այդ է նպատակը, եթե մենք ուզում ենք որ գնանք եւ լեգիտիմ հասարակ իշխանություն ձևավորենք, բայց եթե դա ընդունելի չի եւ ուզում են անպայման որ իրենց թեկնածու լինի, ապա այստեղ լիքը հարցեր առաջանում։ Դուք ասում եք, որ քաղաքացիական պայմանագրի համար Էդմոն Մարուքյանը ավելի նախընտրելի թեկնածու է, ավելի կոնսենսուսային։ Դա բնականաբար։ Դուք ունեք զրույցներ ԿՊԱ-ականների, ովքեր ասել են, որ կողմ կքվեարկեն Էդմոն Մարուքյանի թեկնածությանը։ Քանի հոգի են կամ գոնե նրանց ձայները այնքան են, որ ոչ դեռ այդքան չեն, բայց դե տենդենսը շարունակական է։ Բայց այդտեղ չեք տեսնում խնդիր, որ փաստորեն ճիշտ են, որ Նիկոլ 2 է, հետեւաբար ԿՊ-ն դրա Նիկոլ 2 չէ, 10 Նիկոլ է։ Ոչ թե Նիկոլ 2, այլ Նիկոլից 10 անգամ ավելի ուժեղ Նիկոլ է։ Բայց եթե այդ հանգամանքը ապահովում է բոլորին գնալ 26 թվականին արդար, մաքուր, թափանցիկ ընտրությունների եւ ձևավորել մեր նորագույն պատմության մեջ լեգիտիմագույն իշխանությունը, որը կլուծի ժողովրդի առասպետության տարածած խնդիրները, ինչ մոտ բան կա։ Բայց 10 Նիկոլին ասում որ Նիկոլ Փաշինյանը Եվրոպա աշխարհի ամենաթափանցիկ մաքուր արդար ընտրություններն են լինելու։ Ինչ անելու Մարուքյանը, եթե պատերազմից հետո։ Դեստեղ ուրիշ հարց առաջանում արդեն, այդ մյուս հարցն առաջանում, երկրորդ ասպեկտը մեր նախաձեռնության, որ մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրեն սպառել է ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես եւ հետեւաբար ինքը այսօր ի վիճակի չի։ Եվ հետեւաբար ասեք, դուք դրա հարցերը դու պատասխանեք։
Եվ հետևաբար այսօր ինքը ի վիճակի չի լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են պետության առաջ։ Ինքը պետք է գնա հանգստանա մի քանի ամիս, նույնպես գոնե մի քանի ամիս հանգստանա եւ ներկայանա։ Զուտ փոխարինը։ Պարոն Աղազարյան, դուք նոր ասացիք, որ Էդմոն Մարուկյանը 10 Նիկոլ է, եթե 1 Նիկոլին դեմ են, 10 Նիկոլին ինչ պետք է կողմ քվեարկել։ Նպատակի համար, որպեսզի 26 թվականին գնանք արդար մարգուր թափանցիկ ընտրությունների, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ այդ ձևավորված իշխանությունը ամենալեգիտիմն է։ Այդ նպատակի համար 7 ամսվա ընթացքում ներողություն, 7 ամսվա ընթացքում Էդմոն Մարուկյանը ոչ մի բան բացասական իմաստով չի հասցնի անել, ասենք Դե Դավիթ Համբարձումյանը ընդրեք։ Մանավանդ որ դուք էլ ասում եք, որ լավ եք տրամադրված։ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իմ ունեցած բոլոր հարգանքները կշռած մի կողմ դրած, ես գտնում եմ, որ 95 թվականից հետո մինչև 18 թվականը բոլոր ընտրությունները կեղծվել են եւ այդ կեղծիքի շքերթի մեջ որոշները ունեցել են ակտիվ մասնակցություն, որոշները պասիվ մասնակցություն, որոշները պասիվ հանցագործություն, անտարբերություն։ Հետևաբար ես լեգիտիմ իրավունք ունեմ անհանգստանալու, որ կգա հին բարի ժամանակները եւ ելի կլինի փողոք ընտրություն։ Չեմ ուզում դա լինի։ Դուք Մասիսի քաղաքապետին դրա համար եք։ Միանշանակ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ այդ կտրվածքով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը եւ Վանո Սիրադեղյանը, ուղղակի Նիկոլ Փաշինյանը հատվածային է ճշմարտությունը սիրում ներկայացնել, ըստ նպատակահարմարության է սիրում ներկայացնել ճշմարտությունը, այսօր եկեղեցին Լևոնը գնացել է եկեղեցի, խփենք Լևոնին, վախենում է երևի Վազգեն Սարգսյանի մասին խոսա, վախենում է երևի Վանո Սիրադեղյանի մասին խոսա։ Իսկ այո, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի հետ միասին դրեցին հիմքը մեր բոլոր ձախողումների։ Պարոն Աղազարյան, ես ճիշտ հասկացա, դուք ՀՀԿ-ի առաջադրած այդ տեխնատուին, որի մասին հայտարարվել է, չեք աջակցելու, եւ եթե պատճառները նորից ամփոփ ներկայացնեք, որոնք են։ Արդեն ասել եմ, դու չեմ ասել, դու նոր ասեցի, դու նոր եկա։ Բալեք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի եւ քպականների արշավ, այսպես ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ հաշվի առնելով, թե որ ինչպես է Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հայտնվել խորհրդարանում, նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Դե գիտեք ինչ կա, որևէ մեկի գերին չի։ Եվ այդ բանը, այդ գերի լինելու հանգամանքը անցած բանն արել, հա դավաճանեց, հա սենց արեց, ոչ մեկի գերին չի։ Պրոցեսները քաղաքական զարգանում են, գնում են, մարդիկ իրենց տեսակետների մեջ ճշգրտումներ են մտցնում եւ հանդես են գալիս, ասենք նոր դիրքորոշումներով իրենց քաղաքական կարիերան, իրենց տպաստը բերելու պետականության համար։ Բայց ես նորից եմ ասում, միանշանակ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ օգտագործում է հատվածային եւ ըստ նպատակարարության եւ պարտավոր էր Լևոն Տեր-Պետրոսյանին այդ գնահատականը տալուն միացնել նաեւ Վազգեն Սարգսյանին եւ Վանո Սիրադեղյանին չի արել, նշանակում է ինքը իր մղումների մեջ ազնիվ չի, այլ ֆիքսված է ինչ-որ գաղափարների վրա։ Նույն կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բոլորս գիտենք, որ ոչ մեկը չի ասում եմ էլի դե որ ոչ մեկը չի պահպանել կուսակալությունը եւ շատ էլ լավ արել որ չի պահպանել դա իմ անձնական կարծիքն է հետեւաբար դա գիտի նաեւ Նիկոլ Փաշինյանը Բայց որտեղից մի րոպե մի վարքյան մի վարքյան Ամենից ասում եմ բոլորը գիտեն ինչ փաստեր ներկայացնելու մասնախոս Ախպեր բոլորը գիտեն այդ մասին Բոլորը գիտեն որ դա այդպես է Հիմա մի րոպե հարցս միտքս ավարտեմ Հա, եւ հետեւաբար, եթե բոլորս գիտեն նաեւ Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում որտեղ է սա ճարելու կաթողիկոսի համապատասխան բան կերպար։ Որտեղ է սա, մի րոպե, 7 տարի առաջ գիտեինք, բայց եմ ասում նպատակային օգտագործում։ Այդ դեպքում որտեղ է սա ճարելու կաթողիկոսի, այսպես կոչված իր երազած տիպարը։ Որտեղ է սա ճարելու այն արքիեպիսկոպոսներին, եթե ճիշտ եմ հասկանում, ովքեր պիտի ընտրեն այդ կաթողիկոսին, որոնք պահպանել են այդ ամեն ինչը, չկա տես բան, նշանակում է իր նպատակը, եկեղեցուն, եթե ոչ ոչնչացնելն է, գոնե հնազանդեցնելն է, որը շատ վատ է։ Պիտի անհապաղ ազատեն կաթողիկոսը։ Կարծում ինչ կարող է անել պարոն Աղազյան, քանի որ նաև իր նախկին թիմակիցն է, գուցե նաև տրամաբան։ Ես կարծում եմ, որ որևէ բան չի կարանի, որովհետև
Ես նախ առիթեր եղել խոսել ենք ես իմ վերաբերմունքը կրոնի հանդեպ ընդհանրապես եկեղեցուն ընդհանրապես, բայց ես գիտեմ, որ եկեղեցում կան շատ ուժեղ պատրաստված անհատներ, այդ մակարդակի անհատներ, որոնք պետք է ասենք ցույց տան, որպեսզի որևէ մեկը իր քիթը խոթի եկեղեցու գործերին։ Քաղաքացիական բախումներ արդյոք չլինի, պարոն Աղազարյան, քաղաքացիական բախումներ, որովհետև ըստ էության Փաշինյանը կոչ է անում, որ հավատավոր ժողովուրդը դուրս գա պայքարի եւ հեռացնի կաթողիկոսին։ Կարող է հասնի այդ հանգամանքին, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Εμείς թևին մյուսները կարող պատեի կոչանեն, εμείς թևին կարող է, ես չգիտեմ, կարող պատեի խոհեմալեն չանեն այդ ամեն ինչը չանեն, բայց ինչպես մի անգամ վերջերս ասեց Էդմոն Մարուկյանը, շատ տարօրինակ է այն համընկնումները։ Տեսեք, հասնում եք ասեք 7 տարի առաջ չգիտեք, շատ տեղին հարց է, բայց իհարկե 7 տարի առաջ գիտեք, 6 տարի առաջ, 5 տարի առաջ։ Երբ որ այսօր է տեղի ունենում, արդեն սարսռում ես, անհագստությունից սարսռում ես, որ սա հետևում ինչ-որ բան է թաքնված, որ կարող է պատահի տեղի ունենա եւ հետո մենք արդեն Ադրբեջանը Պատահական չի Նիկոլ Փաշինյանի այս ոչ Սա հիմքում գտած են հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետականորեն պետություն իշխանությունը չի զբաղվելու Արցախի խնդրով։ Ինչի հետ ես կներեք նվաստս միանշանակ համաձայն եմ, բայց թույլ չտալ եկեղեցուն զբաղվել այդպիսի խնդիրներով, որը հենց եկեղեցու, այսինքն սկզբունքներից մեկն է մարդկանց իրավունքների պաշտպանության, ընդ որում կարող է պատահի նաև եկեղեցին հայ առաքելական եկեղեցի պաշտպանի մուսուլմանական ինչ-որ մի խմբի, ինչ-որ մի էթնոսի շահերն պաշտպանի մարդկային արժեի համակարգից ելնելով։ Այստեղ էլ պաշտպանում է ղարաբաղցիների շահերը, ղարաբաղցիների մեր հայրենակիցների իրավունքը։ Բա պիտի անի։ Այսինքն Փաշինյանը Բա պիտի անի, անանք կարծեմ։ Համաժողովն է եղել։ Այո, հա։ Այո, դա է։ Դուք կարծում եք իրենց չկարծուն ունեն։ Չէ՞ կարող այդքան համակրումներ լինել։ Այսինքն Փաշազավետ Երեխեք հարց եմ ուզում տալ մի ժամը։ Պարոն Աղազարյան, որ դուք ասում եք, որ բոլորս գիտենք վեհապարի հետ կապված։ Վեհապարի հետ կապված չէ։ Բոլորս գիտենք, որ եկեղեցականները կուսակրոն չեն պահում կուսակրոնությունը։ Գիտեք, ինչ եք տեսել։ Ոստիվ ես տղամարդ եմ էլի, գիտեք ինչ, կներեք էլի։ Պարոն Աղազարյան, Եկեղեցական մակարդակի է։ Ենթադրության իհարկե, բայց համոզվածության աստիճանի ենթադրություն էլի, ոչ թե ասենք այս ապրիորի, հետո գիտեք ինչ, ասենք կուսակրոն։ Այդ կուսակրոնությունը ինչ-որ ժամանակից հետո են, չէ՞ ընդունում։ Ասենք մեկը կարող է պատահի կուսակրոնություն ունենի 30 տարեկանից։ Բայց միջև այդ կուսակրոն չէր։ Հետո դառավ կուսակրոն։ Նշանակում է կուսակրոնությունը ես նվաստես, որ չեմ եղել, չեմ հանդիսանում եսիմիջ քրիստոնյա մակարդակի հավատացյալ, ես հասկացել եմ հետևյալ ձևով, որ չամուսնանան այդ մարդիկ, չամուսնանան, որպեսզի ազատ լինեն իրենց բաների մեջ, ասենք կուսակրոնության հենց այնպես խախտված է, եթե այդպես նայենք, կուսակրոն, եթե ճիշտ եմ հասկանում, կույզ բառի իմաստը խախտված է եղել, եւ որ հետո որոշ ժամանակ հետո է դառել, չէ՞ կուսակրոն, ուզում է այդ բանը չի պահպանված եղել։ Հետեւաբար կուսակրոնությունը ես ինքս հասկացել եմ այն կոնտեքստում, որ չպիտի ամուսնանա, տարաբերված չլինի այդ հոգսերով, որպեսզի ազատ լինի ծառայելու, Աղազարյան, իդեպ դրա հետ կապված որովհետև եթե մենք գնանք դարերի խորքից եւ գանք, հնարամետ հաշվենք, տենանք քանի հոգի մենք ունեցել ենք այդ մակարդակի հոգեվորականներ, որոնք իհարկե բոլորս գիտենք, որ կրթված, զարգացած, ուժեղ նաեւ եւ այդ հազարավոր մարդիկ, ասենք պատկերացնում եք, սերունդ տված չլինեին։ Մենք հիմա որպես պետություն կարող է չլինեինք եւ մենք չպիտի անդրադառնանք, լացենք, լալկանք, հայրենիք են գտել Ես ենք արել, են ենք արել։ Մենք են քիչ ժողովրդների մեջ ենք աշխարհի, որ հազարամյակներ առաջ պետություն ա ունեցել եւ այսօր պետություն ունի։ Եվ մենք սրանով պետք է հպարտանանք եւ ուժեղանանք։ Պարոն Աղազարյան, շատերը համեմատում են, ասում են, որ եթե ժամանակին թույլ չտային, որ Փաշինյանը փորձեր ձեր SMS-ները եւ ձեր անկողին մտներ, դա չէր կրկնի վեհապարի հետ։ Համաձայն եք այդ դիրքորոշմանը։ Դե գիտեք ինչ, հա, նաև այս հարցներ կա, էլի, իսկապես տեղին հարցը, ասենք, եթե ինչ-որ մեկը խախտել է իր սկզբունքները խախտել է, ինչ-որ պայմանական սկզբունքները խախտել է, այստեղ բարոյականության հարց է դրվում, բայց որն ավելի բարոյական, այդ կամ անբարոյական,
այդ հանգամանքն ավելի անբարոյական, թե այն հանգամանքը, որ դու մտնում ես մարդու անձնական կյանքի մեջ։ Այսինքն ես մի առիթով ասեմ, հիմա այս լայն, այսպես կոչված բանով կօգտվեմ առիթից եւ կասեմ նորից նույն միտքը, մոտավորապես։ Եթե հատուկ ծառայությունները կապ չունի ինչ եղանակով իմ զուգընկերուհու կրսկալի միջից հանել են փաստաթուղթ կամ կհանեն փաստաթուղթ, որը իր մեջ կկրի ինֆորմացիա պետական անվտանգության կրելու իմաստով, ես օքեյ եմ։ Ընդ որում կրսկալը հակած վիճակում։ Ես օքեյ եմ։ Իսկ եթե հատուկ ծառայությունները եւ որևէ մեկը սա դրանքներ անում, նախապատրաստում է այդպիսի բաներ եւ տեղադրում է այս կամ այն վայրերում եւ հետո գտնում է հայտնաբերում է, ապա հարամ բռնի դաս գրած։ Զուգընկերուհու ասացի, պարոն Աղազարյան։ Պարոն Հակոբյան, Դրա հետ կապված էլ կային հակասական տեղեկություններ, որ Չէ, ուզում ասեմ, զուգընկեր է, ոչ թե զուգընկերուհի է։ Ուրեմն Եվրոպա չգրում, ասեք թե զուգընկերը ի՞նչ տարբերություն։ Ինչ կապ ունի դա։ Բան շուշտրի հարց է ստալիս։ Աղազարյան, եւ ճիշտ հասկացա, դուք եւ պարոն Ասլանյանը դեմ եք լինելու այդ impeachment-ի։ Մենք դեմ չենք լինելու իր պրեզիդենտին, որ սկսել է պատիվ ունեմ խմբակցությունը։ Մենք չենք սատարելու։